Ոչ ես կհարստանամ ինչ-որ գիրք կամ կուրս գնելով, ոչ դուք կհարստանաք։ Նկատել եք, որ գրեթե բոլոր ինֆոցիգանները աշխատում են նույն մեխանիզմով։ Նրանք արևադարձային են ինչ-որ հեքիաթային կղզում նստած խոսում են անհոգ թեմաների։ Սա հոգեբանական է։ Այս տարբերակով ավելի հեշտ է մարդկանց մոտ ստեղծել բարեկեցիկ կյանքի պատրանք։ Արի ես քեզ կսովորեցնեմ ինչպես հարստանալ։ Եթե ես իմանայի ինչպես է պետք հարստանալ, ինքս կհարստանայի։ Կաշվիցս դուրս գալով ձեր վրա գիրք վաճառելու փոխարեն։ Ամենայն հավանականությամբ նրա իմացած հարստանալու միակ տարբերակը դա ձեր վրա գիրք վաճառելն է։ Չկա հարստանալու ունիվերսալ մի բանաձև, որը կարող է աշխատել թե իմ, թե ձեր պարագայում։ Պատճառներից ամենապարզունակը՝ մարդիկ բնույթով տարբեր են, կենսակերպերը տարբեր են, հանգամանքներն ու սոցիալական վիճակները տարբեր են։ Իսկ եթե ձեր մոտ չստացվի գիրքը գնելով հարստանալ, դուք եք մեղավոր, ինչ որ մի բան սխալ եք արել։ Ինֆոցիգանությունը դա երևույթ է, երբ մարդիկ վաճառում են արագ հաջողության խոստում։ Նրանք օգտագործում են մարդու հույզերը, վախերը, հուսահատությունը։ Իրանք վաճառում են հույս։ Հոգեպես շատ ավելի խոցելի իրավիճակում գտնվող մարդիկ ավելի հեշտ են հավատում հրաշք լուծումներին։ Այս թակարդը ընկնում են ֆինանսապես խոցելի մարդիկ։ Մարդիկ, որոնց պետք է հույս։ Սա արդեն մոտիվացիա չէ։ Սա կոչվում է հոգեբանական շահագործում։ Իրականում սրանք ֆինանսական ծուղակներ են։ Սրանք խարդախությամբ մարդկանցից գումար շորթելու տարբերակ է։ Այսպիսի հարցերով պետք է զբաղվի իրավական մարմինը։